Այդ ժամանակ երկնքում կերևա մարդու որդու նշանը։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր մեր ընթերցումը Մատթեոս ավետարանի 24-րդ գլխից է, որտեղ մենք ընթերցում ենք Հիսուս Քրիստոսի մարգարեական խոսքերը իր երկրորդ գալստյան մասին։ Նա ասում է, որ իր երկրորդ գալուստը լինելու է ակնթարթի պես, խավարելու է երկինքը եւ երկնքի մեջ երևալու է մարդու որդու նշանը, այսինքն խաչի նշանը։ Եվ այդ ժամանակ բոլորը կանգնելու են Աստծո առջև, ընդունելու համար Աստծո ողորմությունը եւ հավիտենական կյանքը կամ դատապարտվելու իրենց գործած սխալների եւ մեղքերի համար։ Երբ մենք ընթերցում ենք այս խոսքերը եւ ավետարանական այս դրվագը, մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոս մեզ նշաններ է տալիս եւ բացատրում է, ասում է. «Թզենուց սովորեցեք առակը, երբ տեսնեք, որ նա ճյուղերը նրբանում են եւ նա տերևներ է տալիս, հասկանում եք, որ ամառը մոտ է։ Այդպես, երբ կտեսնեք այս նշանները, պիտի հասկանաք, որ մարդու որդու գալուստը մոտ է։ Պատերազմներ, սով, սրածություն, բայց այն բոլոր նշանները, որոնք Հիսուս Քրիստոս նկարագրում է, ոչ մեկ անգամ կրկնվել են պատմության մեջ։ Եվ Հիսուս Քրիստոս այդ նշանները չի տալիս մեզ նրա համար, որպեսզի մենք գուշակությամբ փորձենք հասկանալ, թե որ թվականին կամ որ օրը պիտի լինի իր գալուստը։ Այլ ընդհակառակը, միտեղ նա նաև ասում է, որ այդ օրվա եւ ժամի մասին ոչ ոք չգիտի, ոչ հրեշտակները, ոչ իսկ որդին, այլ միայն Հայրը։ Հետևաբար Հիսուս Քրիստոս, երբ մեզ այս նշանները տալիս է, որոնք անընդհատ մեր կյանքում կրկնվում են, մեզ հորդորում է մի պարզ իրականության, հասկանալու, որ մարդու որդին գալու է եւ յուրաքանչյուր պահ եւ յուրաքանչյուր ակնթարթ պատրաստ լինելու նրա գալստյանը։ Հիսուս Քրիստոս մեկ այլ տեղ ավետարանում ասում է, թե եթե տանտերը իմանար, թե որ ժամին պիտի գար գողը, կհսկեր եւ չէր թողնի, որ գողը մտներ։ Այդպես էլ եւ մենք պիտի յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր ժամ հսկենք եւ թույլ չտանք, որ չարը մտնի մեր սրտեր եւ կողոպտի այդ սրտերը։ Թույլ չտանք, որպեսզի չարը կեղեքի մեզ, թույլ չտանք, որպեսզի չարը զրկի մեզ այն ամենից, ինչ որ մենք ունենք մեր ներսում Աստծո կողմից տրված։ Եվ յուրաքանչյուր պահ պիտի պատրաստ լինենք մարդու որդու գալստյանը, երբ երկինքը կխավարի եւ մարդու որդու նշանը, խաչը կերևա երկնքի մեջ։ Երկրորդ գալստյան մասին խոսելիս բոլորը գրեթե վախով են լցվում, որովհետև հասկանում են, որ ունեն գործած մեղքեր եւ վախենում են այն պատասխանատվությունից, որ պիտի կրեն մեղքերի դիմաց։ Բայց սիրելի քույրեր եւ եղբայրներ, խաչը այլևս մահվան գործիք չէ, այլ կյանքի։ Խաչը հաղթանակի նշան է։ Խաչով մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս տապալեց չարին եւ վերացրեց մահը եւ հարություն առավ։ Հետևաբար, երբ երկնքի մեջ երևա խաչի նշանը, դա հաղթանակի նշան է լինելու։ Եվ մենք բոլորս, որ Հիսուս Քրիստոսին ենք հետևում, նրան ենք հավատում եւ նրա պատվիրաններով ենք փորձում եւ ձգտում ապրել կատարելապես, մենք պիտի հառնենք, կանգնենք Հիսուս Քրիստոսի առջև, ակնկալելով նրա ողորմությունը եւ փրկությունը, որ նա մեզ պիտի տա։ Խաչը հաղթանակի նշան է։ Այսօր խաչի տոնն է եւ այսօր հիշեցումն է այն հաղթանակի, որը մեզ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս պիտի շնորհի իրեն հավատալու եւ իր խոսքը պահելու համար։